Բալո Ժորժան, նայք հա արտվանց իրիկուն մեզի խաղաղություն ենք կերցնում, խաղաղություն ենք բերե, հա, կուտ են տալիս մեզ էլի, բայց դի Նիկոլականի համար է խաղաղություն, մատս նայենք էլ ես։ Ես անհայտ գորած Նարեկ Աղասարյանի հայր, Գրիգոր Աղասարյանս պահանջում եմ արդարություն։ Ես Նազիկ Շահբազյանս հանդիսանալով Վռնիհան հետ կորած Սամվել Կնյազյանի մայրը պահանջում եմ արդարություն։ Ես Պողոսյան Հովհաննեսն եմ, 44-օրյա պատերազմից անհետ կորած Պողոսյան համազգեստի հայրը։ Ես արդարություն եմ պահանջում։ Նայք Ժորժ ջան, եթե մեր մոտ խաղաղություն է, պահանջում եմ ու պահանջելու եմ։ Ես Վարդուհի Հարությունյանս հանդիսանում եմ 44-օրյա պատերազմում անհետ կորած Վալոդյա Հարությունյանի հարազատ հորաքույրը։ Պահանջում եմ արդարություն, արդարադատություն, պահանջում եմ բացահայտել այն բոլոր հանցագործներին, դավաճաններին, որոնք պատճառ են դարձել մեր երիտասարդ սերնդի անդարձ կորստին։ Ես Արմեն Գալստյանս հանդիսանալով 44-օրյա պատերազմի մասնակից եւ նահատակված Լևոն Գալստյանի հայրը, ով ծառայում էր ջրականի կարանտինի սերժանտեր Լևոնս, մենք պահանջատեր ենք, իրավունք ունենք պահանջելու, որ քննիչ հանձնաժողովը ի ցույց դնի բոլոր մեղավորներին եւ օրենքի խստագույն ձևով պատժի։ Ես Արսեն Ղուկասյանս, լինելով պատերազմում զոհված Արման Ղուկասյանի հարազատ եղբայր եւ 44-օրյայում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր արդարություն եմ պահանջում, ճշմարտություն եմ պահանջում։ Ու դուք պարտավոր եք ինձ տալ։ Ես 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Ուզունյանի հայրն եմ, Բաղդադը, պահանջում եմ քննիչ հանձնաժողովի արդյունքները հրապարակել եւ պահանջում եմ պատժել մեղավորներին։ Միացեք։ Ժողովուրդ ջան, ես չէի կարա այս բոլորը ցույց տալ, որովհետև ստեղ սաղ մեր երեխեքն է, մեր աղբոր, մեր քրոջ երեխեքն են։ Նայեք, հա մեզի բանը խաղաղությամբ կերակրում են, եթե խաղաղություն է, իսկապես խաղաղություն է, հիմա պետք է այս հարցերը լուծված լիներ։ Չէ, հասարակ բան է, եթե խաղաղություն է, պետք է Ադրբեջանի ու Հայաստանի կողմից հանձնաժողով լիներ ու մեր անհետ կորածներին գտնեն։ Անհետ կորած հիմա ես կարող է շատ մարդիկ հիմա Բաքվի բերդում նստած են ու իրանց անունը չեն տալիս։ Ձեզ մոտ հարց տամ, էլի։ Դուք Բաքվի կողմից պահանջ լսել եք, որ իրանց գերիներին կամ խոսքի ռազմագերիներին հետ տան։ Չկա, չէ՞ դες բան։ Չկա, ուրեմն մեր մոտ գերի չկա կամ անհետ կորած չկա, որովհետև խոսքի պատերազմ եղել է Արցախի շրջանում, հիմա էլ Արցախը իրանց մոտ է։ Ինչա նշանակում է էսի ժողովուրդ ջան, որ խաղաղություն չկա։ Չկա խաղաղություն։ Բայց մեր անհետ կորածները ուր են։ Ինչի համար էս քննիչ հանձնաժողովը, չգիտեմ, վերաքննիչ հանձնաժողովը, 40-օրյա պատերազմի հանձնաժողով, 44-օրյա պատերազմի հանձնաժողով, չգիտեմ, մարտի 1-ի հանձնաժողով, այդքան փողեր կերան, այդքան եսին փողեր ծախսեցին, որ խոսքի բացահայտումներ անեն, մինչև հիմա ոչ բան չգիտենք։ Ուր են մեր երեխեքը։ Զոհվել են, թող ասեն զոհվել են, կորել են, որտեղ են կորել։ Այդ ինչ են անում, ինչ աշխատանք են կատարել։ Կարող է էլի եմ կրկնում, այդ մարդիկ Բաքվի բերդում նստած են, բանտում նստած են, մենք էլ խաբար չենք։ Ինչ էս հարցերը չեն լուծում։ Խաղաղություն էսի կոչվում։ Կարող է։ Լավ ելնեք։